մի դասարանում ենք սովորել ամուսնուս հետ, վերջի տարիները արդեն համակրում էինք, չգիտեմ, ես մի քիչ մաթեմատիկայից թույլ էի, ինքը ինձ պարապում էր, դուք պատկերացրեք, որ ավարտական դասարանում, որ թվանշանը դնում էին, երկրաչափություն, Օհանյան 5, ասում էին իմ Շավերձյանի բանում էին գրում, արդեն բոլորը գիտեին, որ մտերիմ ենք։ Նորմալ էր ամեն ինչ, վերջի 2 տարին էլ սիրահարվեցի, ավելի հետաքրքիր ու բովանդակալից դառավ կյանքս։ Հետաքրքիր, որ ձեր ծնողները ձեր տարիքը խոչընդոտ չեն համարել եւ աջակցել են ձեզ։ Հա, ինքը եկավ ծնողներիս հետ խոսեց, որ ես հասուն մարդ եմ, իմ ընտրությունը միակն է եւ վերջնականն է, մենք միասին պետք է լինենք, խնդրում եմ դեմ չլինեք։ Մենք ամուսնացանք, ինքը եկավ ընդունվելուց հետո, ճիշտ ասած իր ծնողները դեմ էին, որ մենք շուտ ենք ամուսնանում, բայց Քանի եկավ տարեկան էիք։ 18 երևի նոր ավարտած երեխեք էլի։ Եմ զաքսով բանով ամեն ինչ ձևակերպեց, ինքը թողեց գնաց։ Բայց դրանից հետո 2-3 անգամ մի տարվա մեջ ես գնում էի գործուղում, ամառը ինքն էր գալիս։ Այդպես 4 տարի անցավ։ 4 տարուց ավարտելուց Դժվար տարիներ են եղել Տիկին Այո, Վալյան։ ես հա, այդ ընթացքում աղջիկս ծնվեց, մեծը, Արմինեն, որ հիմա գլխավոր խմբագիրն է, Թերսի։ Իմ գոլեգան։ Միշտ ասում եմ, որ եթե Մոսկվա չգայիր, Հայաստանը կզրկվեր այդ լավ խմբագրից։ Շատ մեծ սեր է եղել, շատ։ Ես սիրել եմ Կիրովը։ Առաջին ու վերջին։ Այո, առաջին ու վերջին։ Ինքը մեր քաղաքի ամենալավ տղան էր, ամենաաչքի ընկնող, բոլորի աչքի Դե լույսը, լավ, էլի պատկերացնում սիրող աչքերով եք ասում։ Դուք Լավ չեք էլի։ պատկերացնում ինչ հոյակապ տղամարդ էր, ինչ տեսք ուներ, ինչ հազարի մեջ երևացող մարդ էր։ Ու ձեզ էր ընտրել։ Ու ես ինձ էր ընտրել, ես էլ փոքր մոքր ոչինչ էլի, այդքան վատը չէի։ Համենայնդեպս շատ սիրով ենք եղել։ Ավարտելուց հետո ինքը գնաց Մոսկվա ընդունվեց Լոմոնոսովի համալսարանում սովորեց, ես մնացի Կիրովականում։ Եկա Երևան, քննություններ հանձնեցի, նիշերս չբռնեցին, թղթերս վերցրի գնացի, հետո պարզվեց, որ ինձնից ցածր նիշերով մարդիկ ընդունվել են, երևի բանասիրականներ։ Հետո որ արդեն անցա աշխատանքի, Կիրովական մեծ հոյակապ գործարան բացվեց ավտոմատիկա, մեր ընտանիքի մորս վիճակն էլ լավ չէր, օգնելու համար անցի աշխատանքի, շատ կարճ ժամանակում ինձ որպես քաղաքային սովետի դեպուտատ ընտրեցին, նկարս կպցրեցին քաղաքի կենտրոնում, գործուղումներ ուղարկեցին Լենինգրադ, բան շատ առաջադեմ դեմք տարա այդ բանում, բավականին էլ վաստակում էի, շատ հետաքրքիր գործ էր։ Շատ ջահել տարեքից դպրոցական դեռ 7-րդ 8-րդ դասարանից բանաստեղծություններ, նովելներ էի գրում։ Ես նովելների գիրք էի պատրաստել։ Կիրովականի գրողների միության անդամ էի եւ ստեղի գրողների միության։ Հիմա էլ եք գրողների միության Չէ, անդամ։ վաղուց արդեն կապ չունեմ։ Ուրեմն բաներ, նովելներ էի գրել։ Գրողները այստեղից եկան Կիրովական, այն ժամանակ Կիրովական էր։ Ու երեկույթ էր, ցերեկույթ էր կազմակերպվել։ Ես իմ նովելներից երկուսը կարդացի, Սիլվա Կապուտիկյաններ, բոլոր հայտնի գրողները, Շիրազը, Համուսահյան, բոլորը հետ չեմ մոռանում, ամենատպավորիչը Սիլվա Կապուտիկյանը խոսք վերցրեց իմ ելույթից հետո, շատ ծափահարեց իմ բան ու ասեց ես արդեն նախանշում եմ, որ լորին կունենա մի հոյակապ նովելիստ։ Ինչը խանգարեց ձեզ, Ու իմ Տիկին Վալենտինա։ նովելների գիրքը պատրաստ էր արդեն, ամեն ինչ։ Գրող ինչու չդարձաք, Տիկին Վալենտինա, ինչու Հա, չդարձաք ուրեմն գրող։ ես որ Մոսկվա եմ գնում, այդ արկղով իմ գիրքը պատրաստ, նովելների գիրք, բավականին ծավալուն գիրք էր, հենց գրախոսականն է Սիլվա Կապուտիկյանն էր գրել, շատ գեղեցիկ բաներ։ Այս կեսուրս ուրեմն դա առասպելական բան էր, այդ հավիճուտեր էր առնում մշտապես։ Իրա մի սենյակը հատկացրել էր, առաջի հարկում էինք ապրում, երկրորդը դեռ կիսատ էր։ Բանը գցում էր այդ արկղների տակը, որ ճտերին կերակրի բանանի։ Այդ ամբողջ ուրեմն ամիս ու կես մնացել եմ Մոսկվա, գործուղում էի Լենինգրադ, ընդեղից գնացի Մոսկվա մնացի։ Այդ ամիս ու կես ընթացքում ամբողջ այդ թերթերը, որ արդեն պատրաստ էր, տպագրության էր գնալու,
լցրել էր բանի տակ եկա, որ արդեն ուզում էի արկղը բացեմ, որ տեսնեմ ինչ արել, բա ուր է այդ արկղը, ծիծաղելով թե բանը, բա գցել եմ ճտերի տակը այդ գրածները, ես ինչ իմանայի դա, ուրեմն դրել եմ իմ մահճակալի տակ, նենստեղ որ բայց վերցրել ա տարել, ոբշեմ էլ ոչինչ չկարողացա ասեմ։ Այսինքն ոչ թե սկզբունքորեն ոչնչացրել էր, որովհետև ուղղակի ամփոփաբա, ամփոփորեն։ Ոչ թե դիտավորյալ, ոչ մի դիտավորություն չկար, ես մտածել եմ, որ բայց ինքը գիտեր, որ գրում եմ, նախապատրաստվում եմ, տանում եմ, բերում եմ, խմբագրում են, խորհուրդներ են տալիս եւ այլն։ Ոբշեմ այդպես էլ մաթեմատիկոսների ընտանիքում ինչ գրող հարս, հա, երևի։ Այո, իրանք շատ մատերիալանքով են նայում դրան, բայց ես գիտեք ինչ է, միջև դրա տպվելը բազմաթիվ տպագրություններ եմ ունեցել, գարուն ամսագրում, թերթերում, հոդվածների տպում, ու ահագին փող էի վաստակում, նաև դրանով։ Բերում է իրան տալիս էի, ուրախանում էր 50,000, 60,000 ահագին փող էր էլի, ասում էր, վայ, ես ինչ լավ է ես կանեմ են, այդ դուրը գալիս էր, բայց պահպանել չպահեց էլի, այդպես էլ։ Փողի համար էի գրում, Տիկին Վալյա, թե գրում էի, որտեղ մղում էր, պիտի դուրս գար։ Չէ, որ ինքս ամուսինս որ ուսանող էր, ու շատ քիչ գումար էինք ուղարկում էլի, այդ առիթներով ես բանը անում, որ մի կոշիկ առքես, մի հատ կուրտկա մի բան, ձմեռային մի շոր առելի, այդ ինձ ուրախացնում էր, որ այդ գումարները նպատկան մեկ-մեկ կեսուրիս էի տալիս ինքներ ուրախանում։ Ոչ մի անգամ ես ինքնուրույն գումարները չեմ ծախսել, միշտ տվել եմ իրանց եւ դրանից ես լավ եմ զգացել։ Հա, ես էլ պատկերացրեք, որ ես երևի 20 տարեկանից դառել եմ իմ ծնողների ծնողը։ Աշխատել եմ, օգնել եմ ամեն ինչով եւ միջև կյանքից միջև իրանց ես եմ պահել ամեն հարցով։ Ձեր տեսակն է Տիկին Վալյա, բոլորին պահել, բոլորին հասնել։ Ստեղ Երևանում ապրում էի, բայց ամիսի 2 անգամ գնացել եմ Կիրովական։ Մերոնց ոչ մի բան պակաս չեմ թողել։ Ամեն ինչով ամուսինս էլ աջակցում էր, երբեք դեմ չի եղել դրան։ Ես էլ աշխատել եմ, այդպես չի որ չեմ վաստակել էլի։ Դե միայն միջոցները չեն, նաև ժամանակն է, նաև հոգատարություն, ուշադրություն է։ Եվ այդպես չգիտեմ որտեղ վերջացնեմ։ Խառը պատմեք, ոչինչ պատմեք, կարևորը բան-բաց մի ինքը ավարտեց եկավ, նշանակեցին Երևան, շատ մեծ պաշտոն է, մի անգամից գիդրոպրիվտ գործարան կար, այդ գործարանի տնօրեն նշանակեցին։ Մի տարի հետո տեղափոխեցին ավտոբուսային պարկ։ Առաջի ավտոբուս։ Մինչև մասնագիտական այս թեմային, ես ուզում ոնց որ անձնային հարաբերությունների մասին էլի ձեզ ասեք, շատ երիտասարդ էիք, առաջին սերն էր, տարիների դժվարությունները, ոնց որ միանգամից գնաց, ոնց եք դիմացել էլի փոքր քաղաքում։ Շատ դժվար։ Սկզբից շատ դժվար, բայց հետո Ինչն էր դժվար։ Դժվար, որ նախ ես չէի ուզում, որ ինքը գնա, բայց բանակի հարց առաջացավ։ Ինքը սովորում էր արդեն կարող էր Հայաստանում մնար սովորել, գերազանց ավարտած մարդ էր ինքը։ Իրանց մասին ընտանիքին թերթում հոդվածներ էին գրվում մաթեմատիկոս Օհանյանների ընտանիքը եւ այլն։ Շատ գերազանց 4 եղբայր էին, 4-ն էլ այդպես։ Դժվարություններ էին, որ հետո եկան ինձ տարան իրանց տուն, մայրը հիմնական տանղեկը իր ձեռն էր, շատ փոքր աղջիկ միանգամից հարց դարձավ առանց ամուսնու։ Չէ, արդեն աղջիկս կար։ Արմինեն գար, որ մեր երեխեն թող մեր տանը մեծանա։ Ոբշեմ տարան արդեն 4 տարի մնացի, 4 տարի իրանց տանը մնացի, առանց ամուսին, դաժան խիստ պայմաններում տենց հեշտ չէր էլի, այդ կինը սպիտակում դաստիարակված բան, իր այն օպատնիկ։ Ձիգ։ Ուժեղ բնավորության տերկիներ ու իր ճնշեց ձեզ Տիկին Վալյա։ Օրենքներն էր թելադրում ամեն ինչ։ Բայց ձեզ կարողացավ ճնշել։ Ես համակերպեցի։ Ամուսինս ինչ ասեց, որ մենք միասին պետք է լինենք, բայց ես իմ ծնողներից չեմ կարող։ Ես խնդրում եմ ինչքան հնարավոր է առանց կոնֆլիկտի։ Գնալուց առաջ շատ խորհրդակցեցինք, ինքը ասեց դու որոշի, բայց անպայման որ գնաս վերադարձ չպետք է լինի, տնից դուրս չպետք է գաս մեր հետ գնաս ու կոնֆլիկտ էլ չպետք է լինի։ Եվ այդպես ես համերար ձևով այդ տարիները անցկացրեցի։ Ամեն ինչ աշխատում էի, աշխատավարձս իրանց էի տալիս, ամուսնուս մի մաս ուղարկում ենք, մնացածը իրանց կոպեկ։ Տենց ոչ մի պահանջ չունեի, ոչ մի բան, խելոք հանգիստ անցկացրինք։
լրիվ համերաս ձևով, հետո որ Երևանը ինքը ընդեղից տեղափոխվեց Երևան, աշխատանքի ինձ եկավ մեզ բերեց արդեն բնակարանը ստացանք, 2 սենյականոց միանգամից ու արդեն լավ էր պայմանները, ամեն ինչը գերազանց էր, անգամ եթե մենք մի պատարակա ունենք, մի ափսե, դա մեր ցավ չէր պատճառում, ոչ մի բան, մենք արդեն միասին էինք, եւ այդպես իմ կյանքս, բայց ցավալիորեն շատ կարճ տևեց այդ ամեն ինչը, 44 տարեկանում ինքը մահացավ ինֆարկտից, եւ ես մնացի Երևանում երկնքից իջավար, բոլոր խնդիրներով, բոլոր դժվարություններով,